Ղևտացիների գիրք, գլուխ առաջին, ողջակեզի պատարագներ։ Եվ Տերը Մովսեսին կանչեց ու վկայության խորանից խոսեց նրա հետ ասելով. Խոսիր Իսրայելի որդիների հետ և ասա նրանց. Եթե ձեզանից մեկը զոհ մատուցելու լինի Տիրոջը, ձեր զոհը նախիրներից և հոտերից մատուցեք։ Եթե նրա զոհը ողջակեզ է նախրից, նա հոժարական մի արու թող մատուցի, ոչ արատավոր, վկայության խորանի դռան մոտ, Տիրոջ առջև, և իր ձեռքը թող դնի ողջակեզի գլխին, որ ընդունելի լինի նրա համար, որպես քավություն, և ցլիկը պետք է մորթի Տիրոջ առջև, իսկ Ահարոնի որդիները, քահանաները պետք է արյունը բերեն ու սրսկեն արյունը վկայության խորանի դռան մոտ եղած զոհասեղանի վրա, շուրջանակի, ողջակեզը պետք է մորթազերծ անի և կտոր անի, և Ահարոնի որդիները թող կրակ դնեն զոհասեղանի վրա և փայտ շարեն այդ կրակի վրա, և քահանաները, Ահարոնի որդիները, թող շարեն կտորները, գլուխն ու ճարպը զոհասեղանի վրա եղող փայտերի վրա, բայց փորոտիկն ու ոտքերը լվանան ջրով, և քահանան այդ ամենը այրի զոհասեղանի վրա, որպես ողջակեզ, որպես անուշահոտ պատարագ Տիրոջը։ Իսկ եթե նրա ողջակեզի զոհը հոտերից, այսինքն ոչխարներից կամ այծերից է, թող այն արու և ոչ արատավոր լինի։ Զոհասեղանի մոտ հյուսիսային կողմում, Տիրոջ առաջ թող մորթի այն, և Ահարոնի որդիները, քահանաները, թող նրա արյունը սրսկեն զոհասեղանի վրա շուրջանակի, և այն կտոր թող անի, գլխով ու ճարպով, քահանան թող շարի դրանք զոհասեղանի վրա դիզված կրակի փայտերի վրա, բայց փորոտիկն ու ոտքերը ջրով լվանա, և քահանան այդ ամենը բերի և զոհասեղանի վրա այրի։ Սա ողջակեզ է անուշահոտ պատարագ Տիրոջ համար։ Իսկ եթե Տիրոջ համար նրա ողջակեզը թռչուններից է, ապա թող իր զոհը տատրակներից կամ մատղաշ աղավնիներից մատուցի։ Քահանան զոհասեղանի մոտ թող բերի դա և գլուխը ոլորի ու զոհասեղանի վրա այրի, իսկ նրա արյունը զոհասեղանի կողմը քամվի, և նրա քարճիկն իր աղբով հանի, և դեն գցի սեղանի արևելյան կողմում գտնվող մոխրանոցը, ապա ճեղքի այն, առանց թևերից բաժանելու, և քահանան թող այրի այն զոհասեղանի վրա, կրակի փայտերի վրա։ Սա ողջակեզ է կրակով եղած զոհաբերություն, անուշահոտ պատարագ Տիրոջը։